Եթե մենք Արցախյան երրորդ պատերազմի մասին իմանանք այնքան, որքան 1-2 օրվա ընթացքում հայտնի դարձավ Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության մասին, կկարողանանք արժանահավատ պատկեր ներկայացնել։ Թեպետ առնվազն մեկ զուգահեռ հիմա էլ տեսնում ենք դրա մասին քիչ անց։ Կարելի ասել այն, ինչ ամերիկացիները բացահայտեցին ժամերի ընթացքում, հեքիաթի ժանրից է՝ կիբերհարձակում, հոսանքազրկում, հոպի ճնշում, հատուկ նշանակության ստորաբաժանման մուտք կեցավայր, առաջին դեմքի առևանգում եւ նահանջ։ Ոնց կարող է նման բան տեղի ունենալ։ Ես բաց աղբյուրներից ուսումնասիրեցի Վենեսուելայի զինուժի եւ սպառազինության կառուցվածքը։ Չծանրաբեռնելով այլ զինատեսակների մանրամասներով, կանգ առնեմ հոպի վրա, որը ելնելով ամերիկյան լեգենդից պետք է լիներ դիմադրության առանցքը։ Ունեն կամ արդեն ունեին 2 դիվիզիոն ռուսական S-300VM, ընդհանուր 12 մարտկոց։ 9 մարտկոց Buk M2E, 40-ից ավելի արդիականացված S-125 Pechora զենիթահրթիռային համակարգեր։ Ձեռքի շարժական Igla-S, անհայտ քանակի, ենթադրվում է բավականաչափ։ Ընդհանուր առմամբ դա որոշակիորեն հնացած եւ սպասարկման խնդիրներով ցանց է, բայց ուժեղ, որը կարող է խոչընդոտել հարձակումներին, ժամանակակից էլեկտրոնային պատերազմները հանած։ Հայտնում են, որ ամերիկյան ավիացիայի 150 միավոր է գործել ու ընդամենը 1 ուղղաթիռ է վնասվել։ Ամբողջ հոպը չոչնչացրին։ Եթե այդ հարցն թողնենք, ամերիկացիների տակտիկան փշրելու համար ցածր էշելոնի զենքերը միանգամայն բավարար են։ Ընդունեք, որ S-300-ը եւ Buk-ը այլ պայմաններում են արդյունավետ։ Ասենք ինտենսիվ ավիացիոն գրոհի ժամանակ։ Համարենք, որ ամերիկացիները կարողացել էին արդյունավետորեն ճնշել հոպը, ֆիզիկապես ոչնչացնել կամ ավիացիայի ռեպով չեզոքացնել։ Արգելակել էին Մադուրոյի սուերի թռիչքը, սակայն թեկուզ միայն Igla-S-ով Մադուրոյի ռեզիդենցիաների շրջակայքը կարելի էր դարձնել անառիկ։ Նաև պետք է ունենային կահավորված հրաձգային մշտական կրակակետեր։ Չարհամար էին, որ քթի տակ ծովում ավիագիր կանգնած։ Ու վստահաբար, եթե ամերիկացիները գտնեին, որ նախագահի կեցավայրը պատշաճ ձևով պաշտպանվում է, նման հանդուգն գրող չէին ձեռնարկի։ Գուցե այլ մեթոդի դիմեին։ Իսկ տվյալ դեպքում իրենց աչքի առաջ ունեցել են, ներեցեք այդ բառի համար, դասական բառադիություն։ Դասական բառը Վենեսուելայի առնչությամբ գոնե մեկ անգամ էլ պետք է կիրառել բռնապետություն։ 2007 թվականի սահմանադրության մեջ Ուգո Չավեսի ուղումների համաձայն նախագահը կարող է անվերջ վերընտրվել։ Վենեսուելան տարածքով Հայաստանից մեծ է 32 անգամ, բնակչության թվով 9 անգամ, իսկ բանակի թվակազմով ընդամենը 2 անգամ, մոտավորապես։ 27-28 միլիոն բնակչություն ունենաս, Ամերիկայի պես թշնամի, որին ժամերով նստում ծաղրում ես ու բանակը գոնե կես միլիոն չլինի, այդ է վոլունտարիզմը, պոպուլիզմը, դրա արդյունքն է, ինչ նեգատիվ իզմով ուզում եք բնորոշեք։ Եվ գալով սկզբին։ Ամերիկացիները հաղթած դուրս եկան, գուցե այդ պատճառով են քարտերը բացել իտես աշխարհի։ Անկամ հետախուզական մանրամասներ, որ իրենց մարտն են ունեցել իշխանության ամենավերևներում, մի քանի ամիս այնտեղ հետախուզական խումբ է գործել եւ այլն։ Մեզ հանգիստ գտնելու համար երրորդ պատերազմի մասին գոնե մեկ բան է պետք իմանալ։ 25 թվականի տեսանյութում ես դա բնորոշել եմ համար 1 հարց. ինչ եղավ հոպի հետ։ Նույն Վենեսուելայի դեպքն է։ Իհարկե լատինոամերիկյան պորոտախոսների ղազագիրը չհանունատելով պաշտպանության բանակի տված կռվի հետ, ինչքան էլ մասշտաբները տարբերվեն։ Ինչ եղավ հոպի հետ։